Հարգելի հայրենակից, ճիշտ է այս աղմուկը ձեզ հնարավորություն չի տալի արժեք լսելու իմ տեքստը, բայց ես ուզում եմ ձեզ ցույց տալ այս տարածքում ինչ է տեղի ունենում, այս տարածքի այս առաջնամասում, տեսեք այս գազան մեքենաները տեսնում եք, այս մեր մեքենաների շարժի պատճառով երեք այդ երիտասարդ աղջնական գավակո մեքենային տակ, հիմա տարածքը այսպես փորում է, սա դեր սկիզբն է փորելու այս խորատելու աշխատանքների, այդ ինչպես են մոտեցել շենքերին, այսինքն այս շենքերի տակի հատվածը այսրանից ավելի ցածր չէ, եւ այս իրենց աշխատանքներով հիմա տեսեք առաջացնելու են փլուզում այս շենքերի համար, պատերի համար, կողքը շենքերի եւ այս բնակելի շենքերի բակում գտնվող ֆուտբոլի դաշտն է եւ արդեն ֆուտբոլի դաշտի այդ պատը սկսել է ջարդեր տալ։ Հիմա տեսեք ինչ են անում այս գազանները։ Բայց այս գազանների ամենակարևոր հովանավորողը դա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով թույլ է տվել այս ապօրինի շինարարությունը։ Սրանք այն մարդիկ են, ովքեր սպասարկում են այս ապօրինի շինարարությունը, նայեք այս գազան մեքենաները ոնց են ընդդեմ կողմ տանում եւ այստեղից պետք է նրանք իջնեն շուրջ 100 մետր ներքև, որովհետեւ ներքևում լինելու է ստորգետնյա կայանատեղի նախատեսված բազմաթիվ ավտոմեքենաների համար, բայց չենք չունեն այստեղից այլընտրանքային նաև ելքեր, այսինքն ելքեր հնարավոր չի տալ, որովհետև բակային տարածքներ են այստեղ։ Հիմա եկել են, տեսեք, այս տարածքը, որ ժամանակին այգի էր, այգին վերածում են ինչի, ցեմենտաբետոնե կառույցի, տեսեք, այս գազան է իրենց սատանայական մեքենաներով ինչ են անում այստեղ գազանները, քանդում են այս որ մտնում ես երկաթյա այդ կեռն մտնում է ընդերքի մեջ, ընդերքը ամբողջությամբ այս պատերը հիմա որ կան, բոլորը շարժվում են, այդ դետոնացիայից շարժվում են, տեսեք, միաժամանակ ովքեր են աշխատում, տեսեք, այդ բոլոր տղամարդիկ են, ովքեր այս մարության մեջ ներգրաված են, տեսեք, իրենց վիճակները նայեք, անհամամանություն է, խախտում է, բայց դրա հետևը այս ապօրինությունը իրականացում է, ինձ համար ես սա նորմալ երևույթ է իրականացում, երեք աղջնակին քցեցին մեքենայի տակ, տարան հիվանդանոց կես ժամ մեքենան չէր կարողանում շտապօգնության մոտենալ, իրենք բայց նույն ջանքերով, եռանդով շարունակում են այս ապօրինությունները։ Ընդամենը երրորդ օրն է այս ապօրինի շինարարության, բայց ամբողջ շենքերը եւ պատերը դղրդում են։